մի երիտասարդի մասին կիսվեց ձեզ հետ։ Թերևս իմ ամբողջ նյութը նվիրված կլինի այդ երիտասարդին եւ նրան բնորոշ բոլոր այն հատկանիշներին, որ կարող է երիտասարդը ունենալ։ Եվ դուք ուսումնասիրելով, նաեւ լսելով նրա մասին կարող եք մտածել, ինչքանով եմ ես մոտ, հնարավոր է, որ ես էլ այդպիսին լինեմ, ինչպիսին նա էր։ Իր մասին Սուրբ գրքում սկսվում է պատմությունը 17 տարեկանից, բայց պետք է ասեմ, որ ոնց որ շատ-շատերը, օրինակ մեր սիրելի Արտյոմին, երբ որ ասեցի Արտյոմ ջան, կպատնես քո փրկության վկայությունը, ինչպես եղավ, որ դու փրկվեցիր, ասեց, ես ադոր մեջ եւ ադոր պատճառով ծնած եմ, բոլորը ցիծանած, այսինքն ես հավատքի մեջ եմ ծնվել, հավատացյալ ընտանիքի մեջ, ինչ վկա է, բայց իհարկե դա ճշմարտանման է, բայց ճշմարտություն չի, չեք սխալվի, որ ասենք, որ այսօրվա մեր քննարկվող անձնավորությունը նույնպես հավատացյալ ընտանիքում էր ծնվել, ավելի պատրիարքի ընտանիքում, և մանկուց վստահաբար կարող եմ ասել, ստացել էր հոգևոր դաստիարակություն, մանկուց, դուք ասեք, որտեղից արտահայտն է, եթե հիշում եք, երբ որ Աստված պետք է կործաներ Սոդոմ Գոմորը, ասեց միթե ծածկեմ Աբրահամից ինչ որ ուզում եմ անեմ, հետո մի քանի տող հետո ասում, որովհետև գիտեմ, որ նա իր սերունդին, եկող սերունդին պետք է սովորեցնի Աստծո պատվերները։ Եվ նա ում մասին ուզում եմ խոսել, դա մեր սիրելի Աբրահամի ծորն էր։ Նա անշուշտ, քանի որ 5 կտակարանը եւ ընդհանրապես իրեն ժամանակներում Սուրբ Գիրք չկար, ոչ Աբրահամի, ոչ Իսահակի, ոչ Հակոբի օրոք, առավել եւս նաեւ, ինչ առավել եւս նաեւ ոչ Հովսեփի օրոք չկար Սուրբ Գիրք։ Եվ մարդիկ, քանի որ Գիրք չկար որ կարդային, իրենց ամբողջ էներգիան տալիս էին բանավոր դաստիարակությանը, կրթում էին եւ կրթում էին։ Եվ Աբրահամը այդպես կրթեց Իսահակին, ասեց Աստծո իր հետ ունեցած բոլոր հանդիպումները, բոլոր փորձությունները եւ փորձառությունները, ինչպես ինքը դուրս եկավ իր հայրենիքից, թողեց իր երկիրը եւ ազգը, կարծում եմ վստահաբար Իսահակին բոլորը պատմել էր, Իսահակը անշուշտ է բոլորը փոխանցել էր Հակոբին եւ ավելացրել էր նաեւ ինչպես հայր իրան տարավ սոհելու եւ ինչ փորձություններով անցավ ինքը եւ նույն ձևի Հակոբը պատմել էր թե Աբրահամի, թե Իսահակի, թե Հակոբի իր անձնական պատմությունը այդ երիտասարդի մանկությունից եւ ինչ հատկանշական գծեր ուներ այս երիտասարդը, որ ես շատ եմ ցանկանում, որ ներկա երիտասարդներից այստեղ յուրաքանչյուրը դա ունենար։ Համար առաջին, որ հատկանշական էր Հովսեփին, ինչ հատկանիշներ, ինչ ընդգծվող բաներ ուներ այդ երիտասարդը։ Եվ եթե որևէ մեկը դրանք չունենա, օրինակ համար առաջինը, նա ուներ կենդանի հաղորդակցություն Աստծո հետ։ Ուրեմն երբ որ ես կխոսեմ դու սիրելի ունկնդիր մտածի, դու ունես այդ հաղորդակցությունը թե ոչ։ Այդ կենդանի հաղորդակցությունը Աստծո հետ ունես թե ոչ։ Եթե որևէ մեկը քրիստոնյա է եւ կենդանի հաղորդակցություն ունի Քրիստոսի միջոցով Աստծո հետ, լավ կլինի, որ ինքը չասի, որ քրիստոնյա է, որտեղ շատ անոթ է։ Անվանական քրիստոնեությունը քրիստոնեություն չի։ Մի անգամից ասեմ։ Դա համզաչմանցիկ ասում են անունը մկա, ամանը մկա ոչ։ Հիմա անունով քրիստոնյա բովանդակությունը զուրկ է քրիստոնեությունից։ Հովսեփը մանկություն էր այդ կենդանի հաղորդակցությունը։
Եվ ես չեմ զարմանում, որ մի դասախոսի հարցրեցին, ասեցին, գրել եք դուք քրիստոնյա եք, ասեցին, իհարկե ես քրիստոնյա եմ, բայց ասում չեմ հավատում։ Հասակացի, որ այ մարդատուսը ժողովուրդ չէ։ Այո, այսինքն կոմունիստների ժամանակ պետք է ասեն կոմունիստները առաջ գնային, հիմա էլ պետք է անպայման սուտ հավատացյալ ձևանան, գոնե առաքելական, որ հարգանք ունեն։ Քրիստոնյա եմ ասում, բայց ասում չեմ հավատում։ Քրիստոսը, որ հանկարծ իրան հանդիպի, կարծում շատ վատ հանդիպում տեղի կունենա իրենց մեջ։ Որովհետև նա եկավ եւ իր առաքելությունը հստակ էր եւ ասեց, որ ես եկա, որպեսզի հոր մասին վկայեմ։ Ուրեմն այս անձնավորությունը Աստծո հետ այնքան մտերիմ հաղորդակցություն ուներ, որ երկնքից հայտնություններ էր ստանում եւ Աստված խոսում էր նրա հետ։ Մեզ հետ Աստված խոսում է Սուրբ գրքով եւ Սուրբ Հոգով։ Երբ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, նա խոսում է այդ ժամանակ մեզ հետ։ Երբ որ մենք աղոթում ենք, մենք ենք խոսում Աստծո հետ։ Բայց երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, պետք է աղոթքով կարդանք, որ Աստված մեզ հետ հաղորդակցություն ունենա։ Ինքը խոսի մեզ, ինքը բացվի մեզ, ինքը ասի, ինքը ինչպիսին է մեզ։ Եթե դու անձնական փորձառություն չունենաս նրան ճանաչելու, ինչքան ուզում են մարդիկ շատ ճարտասան ձևով ձեզ ներկայացնեն, դա ոչինչ չի փոխի ձեզ էության եւ իսկության մեջ։ Հովսեփը հաղորդակցության մարդ էր։ Այս անձնավորությունը ծնվել էր մի ընտանիքում, որտեղ 12 տղաներ եւ մի աղջիկ կային։ Ես մտածում եմ, որ քանի որ լսարանում բավական նորեր կան, հավանաբար չեն կարդացել այս բաժինը, մի փոքր փորձեմ բացեմ։ 12 տղաներ էին։ Եվ սա այնքան նաիվնի էր, եւ այնքան, ինչ ասեմ, հաղորդակցության մեջ չի ասի, որ խորամանկություն էր, անկեղծ էր։ Եկավ մի օր ասեց, վայ աղբերներ, գիտեք ես ինչ եմ տեսել ես գիշեր, ինչ ես տեսել։ Տեսա 12 հասկեր, եւ իմ հասկն էր կար, եւ այն բոլորը եկան իմ հասկի առաջ երկրպագեցին։ Սա մեծ անպատվություն, պատկերացնեք մյուս աղբերների վիճակը։ Այսինքն քեզ ինչի տեղ ես դրյալը, երեք մեզ կեսուր երկ մեր նրա ամենակունչուրն ես, դար իրա մյուս աղբերը չեր ծնվել։ Մենք քեզ պետք է երկրպագենք, սա գնաց քնեց եւ մի ամիտ էլ մնաց։ Հաջորդ երազի ժամանակ ասեց, բա գիտեք նոր բան եմ տեսել, ինչ ես տեսել, ինչ օղբատ ես բերում հետ գրում։ Տեսա 11 աստղերը արևը եւ լուսինը, այդտեղ հենում են, եկան եւ երկրպագեցին ինձ։ Որ անկեղծ ասեմ, հայրն էր անսկուշ։ Նա ընդգծում էր իր բացառիկ սերը Հովսեփի նկատմամբ։ Ընդհանրապես ծնողների ամենամեծ սխալը եւ բաց թողումը նա է, որ իրանք թեկուզ անձնական նախասիրություն ունեն, չի պիտի ցույց տան դա, եւ պետք է բոլորին փորձեն հավասար սիրել, որպեսզի մեկը չտառապի հպարտությունից, իսկ մյուսն էլ անլիարժեքության զգացումից։ Համար պետք է բոլորին էլ կարողանան սեր ցույց տան ծնողները, բայց այդ ծնողը մեկին սիրում է, մյուսին էլ ընդգծված չի սիրում, փորձված դժբախտացնել անգիտակցաբար։ Հիմա Հովսեփը այնքան է, Հակոբ այնքան էր սիրում Հովսեփին, որ բոլոր աղբերները սկսեցին ատել։ Եվ մի օր, բայց ինքը շարունակում էր Տիրոջ հետ հաղորդակցություն ունենալ։ Մի օր դեր երևի չէր ճոգում, որ այս իր այս վարքը ճիշտ չի, հայրն էր նպաստում էր։ Եվ մի օր երբ եղբայրները շատ հեռու գնացել են իրենց հոտեր արածեցնելու, հայր ասեց, Հովսեփ, մի քիչ կերակուր բան վերցրու տար քո եղբայրներին, համել իմացի ոնց են, ոնց չեն, վերջապես կարճ ասեմ, ովքեր որ կարդացել են գիտեն, ովքեր չեն անց համար էր սենց մանրամասնում, եւ գնաց գտավ իր եղբայրների հեռվից որ տեսան ասեցին, սա չի է ներազների տեսնողը, մեր
հայրն էլ սրան ֆետիշացում է, բերեք սրան հետ ստեղ սպանենք, իր աշոտներ արնոտենք, ուղարկենք, մեր պապային ասենք, պապ ջան, լատես ես քուր շատ սիրած տղել ինչ օրնանք է, երևի կազաններ ենք եղել։ Եվ նրանց ավագը մենակ էր, որ հասած պատկերացնում եք դուք իր ապրումները գտել աղբերին, ուրախ եկել ափաթաթվում է, մեկ էլ հանում են շորերը իրա, կապ կպում են, ինչ եք հանում, շփոթմունքը, չի գնում Սուրբ Գիրքը, բայց դուք երևակայեք ինչ ապրումների մեջ է, ինչի համար, ես ինչ եմ արել, եւ մեծ եղբայրը ասում, քան թե սպանում եք, գցեք այս փոսը, եւ գցեցին մեծ հորի մեջ, եւ նստեցին իրանք բերած կերակուրները, այդ մարդը բերածը ուտում են և քեֆ են անում, ապշեցուցիչ հոգեբանություն, զարմանալի բան է, և այս անձնավորությունը հետո իր եղբայրները, երբ որ Իսմայելի քարավան անցնում էր, Հուդան ասեց իր եղբայրներից մեկը, բերեք չսպանենք իրան, այլ բերեք մենք իրան, այս քարավանին վաճառենք, համեր փող կվերցնենք, թող գնա Եգիպտոս, դեպտեց գորի գնա, մեզ պետք չէ ձեր եղբայրը։ Եվ հետո Հուդան ասում է, որ ախր մենք տեսանք նրա հոգու նեղությունը, պատկերացնում եք ոնց էր նա խնդրում, ոնց էր աղաչում իր եղբայրներին, որ մեկ անի այդ բանը, մեկ անի այդ բանը, խնդրում եմ ձեզ, ինչի տակ ինձ օտարների, երևի փոշմաներ էր էլ երազները, փոշմաներ էր էլ իր այդ մարգարությունները, եղբայրները դաժանորեն նրան վաճառեցին, եւ նա գնաց Եգիպտոս, բայց Սուրբ Գիրքը, որ ինձ ոտքերս կտրում է երկրից, բայց Տերը նրա հետ էր։ Սրանից լավ բան չկա աշխարհում։ Ուզում Սուրբ գրքի գիտակ լինես, ուզում որ կտականի աստվածաբան լինես, ոչ մի բան չի հասնում նրան, որ ասի Տերը նրա հետ էր, նա կենթանի հաղորդակցության մարդ էր։ Եվ Տերը նրա հետ գնաց Եգիպտոս։ Եվ կար ժամանակ, մեկ ընդեղ առավ է ստրուկին, դահճապետն էր։ Ինչքան վատա չէ, կասես, ագոնե մի բարի մարդ չկար առել, դահճապետը առավ է ստրուկին։ Եվ նա ունեգոր էր, եւ տեսավ, զգաց, որ այս մարդու գալով օրհնվում է ինքը իր տունը, իր գործը, ամեն ինչ օրհնված է։ Եվ իր գործերին կառավարիչ դրեց։ Եվ ամբողջ տանը միակ մարդը, որ իրանից բարձր էր, հենց ինքն էր, ինքը գներ աշխատանքի, ապարանքներ ուներ, ֆազենտաներ ուներ, ինքը պետք է խնամեր, Հովսեփը ամեն ինչ աներ եւ հարուստ մարդու մոտ էր։ Եվ ապշեցուցիչ մի բան։ Հովսեփը օժտված էր ոչ միայն կենթանի հաղորդակցության, այլ աներևակայելի հավատարմությամբ։ Այդ դահճապետի կինը տեսավ, որ Հովսեփը շատ գեղեցիկ տղա է, շատ հրապուրիչ եւ երիտասարդ։ 17 տարեկանից նրան ուղարկեցին գերության։ Կարծում են մի 2-3 տարվա մեջ մաքսիմումը նվաճեց դահճապետի ողջ համակրանքը, որ այդքան բարձր պաշտոնի արժանացավ, եւ այս կինը աչքը գցեց այս երիտասարդի վրա։ Եվ անընդհատ առաջարկում էր, որ իր հետ լինի։ Եվ նրա հավատարմությունը նայեք, ասեց, ես ինչպես Աստծո դեմ մեղանչել։ Դուք լավ եք գիտակցում են այն գայթակղությունը, որ կար Հովսեփի համար։ Եթե ինքը համաձայնվեր, կարող էր նաև այդ ամբողջ ունեցվածքի տեր լինել։ Մի օր այդպիսի խարդախ կանայք ընդունակ են նաև թունավորելու եւ ոչնչացնելու իրանց ամուսնուն եւ թարմ երիտասարդ ամուսնուն կտան այդ ամբողջը։ Եվ Հովսեփը կարծում եք խելացի չէր հասկանում իր արջերին չէ դրված։ Երիտասարդներ, կյանքը կարող է ձեզ առաջարկություններ անել։ Եվ ես տեսել եմ այդպիսի դեպքեր իմ տարիների ընթացքում, որովհետև 16 տարեկանում էի, երբ որ Աստված ինձ գտավ եւ ես ապաշխարեցի։ Տասնամյակներ են անցել եւ շատ բան եմ տեսել։ Տեսել եմ ջերմակ ձիու վրա նստած ասպետը երկնքից ինչպես է իջնում եւ մեր քույրերից ամենալավագույնին
առաջարկություն անում, տեսել եմ ճիշտ հակառակը, որ ինչ տվյալների դեր անձնավորություն է, բայց կարծես թե ճաշակազրկվել է, ինքը արժեք ունի, բայց խելք չունի, և հրատես ինչը ինչի հետ է փոխանակում, գիտեք, ձեզ մի բան ասեմ, եթե դու կարող ես հանկարծ Հիսուսին թողնել 70, 75, 80 կիլոգրամ մսի հետ փոխել, խայտարակություն է դա, մի հատ նայեք, ում ճիճուների ապագա կերակուրն են մարդիկ, նրա հետ փոխում ես հավիտենական Աստծուն, և այս անհավատարմությունը երիտասարդների մեջ տեսել են, բայց տեսել են նաև մարդիկ, որոնք այնքան անձնուրաց են եղել, որ Հովսեփի պես գերադասել են զրկվել բոլոր արտոնություններից և առավելություններից, նույնիսկ բանտի խուցը գնալ, բայց մերժել մեղքը, և այս կինը, որ հետևողական էր իր նպատակների մեջ, և անընդհատ հետ էր առաջարկում, երբ որ տանը երկուսով են և ծառաներն էլ չկային, բռնեց շորը, բայց Հովսեփի հավատարմությունը այս իշխանազուն տիկնոջն ես մերժում, գիտեք չէ, դրանց մերժելը երջանկահիշատակ մայրս ասում էր, Աստված լրբի շարից էր։ Եվ երբ որ նա շորը թողեց ու փախավ, այս կինը սկսեց գոռալ և ճղալ։ Տեսեք, եկեք, ես մարդը օտարական ծառա եկել էր ուզում էր ինձ բռնաբարել, որ ճղացի փախավ, այս շարը։ Լինում են այդպիսի շարլատաններ։ Եթե կյանքիդ մեջ հանկարծ որևէ մի հատ սենց շարլատանի հանդիպես, շատ չփշաքավ ես, երկիրը լեցուն է այսպիսով, դրա համար են ասում Աստված լրբի շարից է բարի, դες բան չէր եղել, բայց հավատաց ամուսինը իր չակերտավոր սուրբ կնոջը և կալանավորեց Հովսեփին, փոխանակնգան կալանավորեց տաներ բանտի խուցը և գցեցին բանտը, հիմա դուք նայեք ստեղ, Հովսեփին նայեք, մտածեք ենթադրեք դուք Հովսեփի փոխարեն եք, Տեր Աստված, դու ինձ սենց ես հատուցում իմ հավատարմության համար, ես դու դեր մեղք չգործեցի, ես նենց արեցի, որ սուրբ մնամ, հավատարիմ մնամ քեզ, մեղքից հեռու մնամ, սրա համար ինձ թվում էր, որ մի հատ երկնային այցելություն և մի պսակ կդրվի իմ գլխին, բայց դրա փոխարեն ինձ բան տա, այ քեզ բան, և սուրբ գիրքը շարունակում է, բայց Տերը Հովսեփի հետ էր, վայ, ես էլ քանայից դուր քանես, այսինքն նշանակություն չունի, դու որտեղ ես քեզ հետ ինչ կատարվում, նշանակություն չունի դու շարի, փորձանքից հետարկվել թե չէ, քեզ փառավորել են, պաշտոնը մեծացրել են, թե դարձրել են ստահակ մեկը և գցել են բանտի խուցը, քեզ համար մի բան արժեք ունի, Տերը քեզ հետ լինի, բայց Տերը նրա հետ էր, փառք այսպիսի մարդկանց համար, որ իրենք այսքան հավատարիմ կարող են մնալ Աստծուն։ Կարճ ժամանակ անցավ և նայեք ինչ հատկանիշներ կան, ուրեմն հաղորդակցության մարդ էր Հովսեփը, մեկ, երկրորդ, սրբության նախանձավոր մարդ էր։ Սրբությունը կարևորագույն մի բան է սիրելիներ։ Ոչ մի մարդ չկա երկրագնդի վրա, որ կարողանա ինտերնետով վատ բաներ նայի և սուրբ մնա։ Այդպես մարդ չկա։ Ուրեմն երգը որն է, կոչ եմ անում, երբեք կեղտոտ բաներ մեկնել։ Երբեք, եթե ուզում ես մեղքից հեռու մնալ, եթե ուզում ես սուրբ ապրել, աչքերս կեղտոտ եղավ, սաղ էությունդ կեղտոտ է, աչքերս սուրբ եղավ, էությունդ սուրբ է։ Մարդու աչքերը պատուհաններն են իրա, և այս պատուհաններից պետք է նայի միայն Քրիստոսը, ինչի նայի կեղտին։ Ես չեմ մոռանում այդ պատմությունը, որ Ռենհարդ Բոնկին աշխարհահռչակ քարոզիչ էր, որ գնացել էր անծանոթ քաղաք արգան առնելու, որովհետև փչացել էր իրենց եկեղեցու երգեհոնը։ Եվ ասում են, մեկ էլ իմ
երաշտական խմբի ղեկավարի հետ, երբ որ ընտրեցինք, նայեցինք, արդեն առնում ենք, գնում ենք, մեկ էլ խանութի տերը սկսեց դապրտալ։ Եվ ուշեղ ճչաց, Sir, I see Jesus in your eyes։ Ես տեսնում եմ Հիսուսին քո աչքերի մեջ, պարոն։ Ասում եմ, մենք իրար չենք տեսել, ծախախոտը ձեռքից ընկավ։ Եվ ասում եմ, ես այնտեղ սկսեցի քարոզել, եւ սաղապ աշխարհեցին արտնություն եղավ։ Եկա ճանապարհին ասում եմ, Տեր, ես չեմ հասկանում, ինչպես կարող էր այդպիսի բան պատահել։ Մեկ էլ Սուրբ Հոգին մեջից սկսեց ասել. Ռեյնհարդ, ես ապրում եմ քո մեջ։ Եվ ժամանակ առ ժամանակ ես նայում եմ քո աչքերից դուրս։ Եվ եղավ պահ, որ երբ որ այդ մարդը նայեց քո աչքերի մեջ, ես այդ պահին նայեցի իր աչքերի մեջ, եւ նա քո աչքերում տեսավ ինձ։ Փառք Տիրոջը, հալելույա։ Ոնց անենք, որ մեր աչքերից նայեն միայն Հիսուսը։ Եվ չնայեք ոչ մի վատ բանի։ Գիտեք, երբ որ ես երիտասարդ եմ ուսուցիչներ ասում են, ոչ թե դուք պետք է ձեզ պահեք, որ մեղք չգործեք հանկարծ։ Ոչ թե պետք է պաշտպանվեք մեղքից, այլ երբ որ մեղքին հանդիպում եք, պետք է զսպանքի զգացում ունենաք։ Այդ քեզ տարբերություն։ Ինչու՞։ Որտեղ Աստված զզվում է մեղքից։ Աստված զզվում է անբարոյականությունից, ողնկությունից, երիտասարդական կրքերից ու ցանկություններից։ Նա սուրբ Աստված է։ Եվ ասում է, ես սուրբ եմ, սուրբ եղեք, ինչպես ես ձեր Տերը սուրբ եմ։ Եվ ոչ մեկը չի կարող մտնել երկնքի արքայություն առանց սրբության։ Խաղաղության հետևից եղեք եւ սրբության, խաղաղության հետևից եղեք ամենքի հետ եւ սրբության, ասում է Պողոս առաքյալը, առանց որի մեկը չի տեսնի Տիրոջը։ Խնդրում եմ, նա կգա շատ շուտով կվերադառնա Տերը։ Եվ աղոթենք, որ Սուրբ Հոգին սրբի մեր աչքերը, վատ բաների չնայելու, վատ զգացումներ չունենալու, վատ բաներ չլսելու։ Եթե երիտասարդներ են, ինչպես կարող եմ ես նրանց չասել Պողոս առաքյալի խոսքերը երիտասարդական ցանկությունից փախիր, ոչ թե մերժի, այլ փախի։ Ոնց փախի, ոնց որ Հովսեփը փախավ երիտասարդական ցանկությունից։ Շորը դեր թող, եղածը դեր թող, բայց փախի։ Այդ թե ինչ է պահանջվում ժամանակակից երիտասարդից։ Առաջինը կենթանի հաղորդակցություն Աստծո հետ։ Երկրորդը հավատարմություն, երրորդը սրբություն։ Սրբություն մտքերով, աչքերով, մեր ուսուցիչը գիտեք ինչ են ասում։ Երբ որ ես դեռ 16 տարեկան եմ, ասում եմ ուշադիր նայեք, եթե դուք շատ վատ բաներ անընդհատ նայեք, երկնքում կհայտնվի մի օր Աստված արևելքից արևմուտքից փառքը եւ լույսը եւ դες գրված է արեգակի փոխարեն հափշտակության օրը Քրիստոս կերևա երկնքում եւ մի անգամից ոնց որ մագնիսը հավաքում է երկաթը բոլոր սուրբերին ինքը կհափշտակի բայց ասում եթե դուք աչքերներդ բարձրացնեք որոնք պիղծ բաների են անընդհատ նայե այդ սրբությանը չեն դիմանա աչքերդ կհալվի կթափվի կմնացած ու դու կմնաս երկրի վրա բարձ է ինչ է նշանակում սուրբ լինել Հովսեփը երիտասարդ էր մի 19-20 տարեկան Հովսեփ գեղեցիկ էին ասում ֆիլմեր կար ժամանակին դրա վերաբերյալ այդ վերնագրով բայց նա չօգտվեց իր գեղեցկությունից նա իրան ավելին չհամարեց նա չուզեցավ ասի լա ցույց տա մեր ես ով եմ ինչպիսին ցանկացած մեղքից առաջ ամբարտավանությունն է գնում ինքնահավանությունը հպարտությունը ամեն կործանումից առաջ եթե դու ցույց տալ քո ավելությունները որ դու սրանից կամ նրանից բամիա չերևա ես ով եմ մի անգամից գնում ես կեղտի ոչքի մեջ բայց երբ որ խոնար եք երբ որ մարդը հպարտ է սարիցերի ներելի մեղքը գտնել ինքը իր սիրտը դրանով կզբաղի բայց երբ որ խոնար ենք մեղքը քթի տակատ չես նկատում ով կա իմ ծառայի պես կույր որ չի տեսնում եւ խուլ իմ ծառայի պես որ չի լսում ինչքան լավ
վիճակ։ Կոչ եմ անում ձեզ։ Սատանայի ստեղծած, կարծում եմ, ամենահզոր գործիքներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Այո, նրանցից կարող են մենք օգտակար բաներ օգտվել, բայց ավելի շատ ընդեղ պղծությունն է 90%-ը։ Եվ չեմ կարող չանդրադառնալ այդ Facebook-ներին, ակնկալիքներին եւ այդ հաղորդակցություններին։ Ես աղոթել եմ, շարունակում եմ աղոթել, որ մի հատ հզոր երկրաքարը գնի Facebook-ի գլխին եւ բոլոր կապերը ոչնչանան։ Որովհետեւ եթե մեկ-երկու օգուտ կա 1000 հատ վնաս կա։ Գիտեք, երբ որ դու գախնի Skype-ով կամ բանով կապվում ես մեկի հետ, երեսի չի դենում։ Այդ խորհրդավորության մեջ պիղծ ոգին գալիս է եւ սկսում է շշնջալ, կոմպլիմենտ արա, էս արա, մի հատ լայք դուր, ինչի լայք։ Տղեկ իրար եմ շատ զարմանում, գիտեք, այս տղեկը տղեն իրար նկարը տարբեր պոզաներով, ես մեզ, ատու տղամարդ ես, դու ինչ ես ես, գլբանիշ գալի, այդ ինչ ես ռեկլամը։ Նա աղջիկա ինք իրանով հայմայր եղած ինքնասիր հարված մեկը, բատող ես կեզ ճարտող ինջավ։ Այդ դուր եք այդ նկարներով ձեր և սպասում եմ, հաշվեք երամ, քանի հատ լայք եղավ ինձ, մի հատ բաց եմ, վաղուց չեմ բաց եմ Facebook-ըս, ես ունեմ գտ մի հատ բաց եմ տենամ, որտեղ ինչ կլահուզա կա, ինչ նորություններ կա, ինչքան ժամանակ եք մեկ տալիս, ինտերնետին, և ինչքան ժամանակ երկնային աստծուն, որը գոյության պատճառն է, որ դու այստեղ նստած ես, դա իրա շնորհն է, նայա քեզ կյանք տվել, որ դու կաշ շնչում ես, ապրում ես, և դեռ հողի տակ չես, միայն և միայն շնորհիվ նրա, և մեր արձագանքը, ինչպիսին է նրա նկատմամբ, ապերախ չենք բերեք, Հովսեփը գիտեր, որ իր արարիչ Աստված է, և իր սիրտը, սերը, ժամանակը, կյանքը նրա համար էր տալիս, սակայն քանի որ բանտում էր, և ես պետք է մի քիչ ավելի արագ գնամ, քանի որ բանտում էր, քանի որ Տերը իր հետ էր, ընդեղ էր բանտապետի առջև շնորհ գտավ, և ես սաղ բանտարկյալներին տվեց Հովսեփի ձեռը, Հովսեփ արդեն ստեղ Начальствующий եպիսկոպոս, բանտի եպիսկոպոսն էր, և ինքն էր ղեկավարում, բանտապետը սաղ բանտահանձներ էր կարել էր ասել իրան, բայց մտածում էր քանի տարի, մտածում էր ինչու, մտածում էր մինչև երբ, գիտեք, հավատացյալների կյանքում էր, մի տանջող բառ կա, ընդամենը 3 տար ունեցող, երբ, մենք հաճախ ենք այդ ունենում, երբեմն ես էլ ունենում եմ, և Հովսեփը կունենար դա, երբ, ինչու, ինչքան, ես ընկել եմ ստեղ, Աստված իմ կորցրել եմ հորս, եղբայրներիս, հարազատ հայրենիքս, տունս, օջախս, ամեն ինչս, ծախել են, ով, գոնե թշնամին անել, գոնե փղշտացի, հարազատ ընտանիքս ինձ ես օրնակցել։ Ես չգիտեմ քո կյանքը կենսագրությունը, բայց ասեմ ձեզ, կան մարդիկ, որ նույնիսկ իրանց հարազատների կողմից մերժված են իրանք զգում, ընտանիքում չսիրված են զգում։ Ես ուզում եմ այդ տեսակներին ասել, կամ մեկը, որը ոչ մեկին չես գտնի, որ այդքան քեզ սիրելուց լինի, ինչպես Հիսուսն է, նա սիրում է քեզ, նա գնահատում է քեզ, նա ցանկանում է քեզ հետ լինել, և նա Հովսեփի հետ էր, և Հովսեփը տառապանքների մեջ էր, մեկ էլ քանի տարի, դուք գիտեք, որ 20 տարի Հովսեփը տառապեց, 17 տարեկանից մինչև 37 տարեկանը, 37 տարեկանում նոր առաջի անգամ տեսավ իր եղբայրներին, 20 տարի անողոք շկոլա, ես ինչ դպրոցա, տառապանքի, չարչարանքի, նեղության, կյանքս գնաց կասի, երիտասարդ ամենա քաղցնորերս ես կորցնում եմ, ինչքան երիտասարդներ կան, որ մեկի ցանկարծ անցնում են, 30 բան ասում են, վայ ես ինչա կատարում ես հետ, մեր կյանքը գնաց մեր բան չասկացան, բան նա ինչ ասում, բանտում ակորցնում իր ողջ երիտասարդությունը։ Եվ հանկարծ մի օր հարավունի առջև մարտարվակ, այսինքն որ գինի էր մարտություն, նա և հացագործը
Անտաշկի պետցին ինչ-որ մի դավադրության համար կավանարար։ Այդ անցավ որոշ ժամանակ, մեկ էլ ես երկուսները երաս տեսան։ Հովսեփը վերին աստիճանի խոնար էր, կանդրադառնամ դեռ փաստի։ Ես ապշած եմ, երբ որ ուսումնասիրել եմ, այս տղուն ո՞նց է հաջողվի, Տեր Աստված այսքան խոնար եղել։ Ոչ թե ես, այլ Աստված պիտի ասի։ Ինքը բադուով ես, որ Աստված պիտի ասի։ Ես պարոն ոչինչն եմ, ուղղակի միջոցով Աստված է գործում։ Այս սիրտը հոգին ունենալը բացառիկ պարգև է, բացառիկ։ Կանդրադառնամ դեռ նրան։ Երազ տեսանք, ինչ երազ։ Կարող ես մեր երազները մեկնել Հովսեփ։ Տեսնում են, որ սա աղոթող մարդ է։ Ես երազ տեսա, ասում որ վերջապես մեկը տեսնում էր, որ իր կարծում վրա այդ ցորենի հատիկները թրջունները երկնքից գալիս ուտում են։ Մեկն էլ տեսնում է, որ 3 հատ ողկույզ մսում են եւ լցնում է գավաթի մեջ եւ ինքը փառավոնին է մատուցում։ Այն մատակապետին ասում է 3 օր հետո փառավոնը քեզ կվերադարձնի քո աշխատանքին եւ դու նրա ձեռքը գինի կտաս կխմի։ Իսկ քեզ կկախի փառավոնը 3 օր հետո եւ այդ թրջունները կգան մարմինդ կուտեն։ Եվ նրան էլ ասեց, երբ որ հանկարծ դու գնաս փառավոնի մոտ, շատ եմ խնդրում, մի մոռանա, որ ես ձեր պարտության զոհ եմ։ Ես ոչինչ չեմ արել, բայց ես բերել են, գցել են այս բանտը։ Խնդրում եմ ասա։ Գիտեք, երբ որ մարդու տեղը տաք է, շատ չի հիշում, ասում է, ոնց ասում ժողովրդական առակը կուշտը սոված են մեծ ապարտում, հա։ Մոռացավ, գնաց այնտեղ ու մոռացավ Հովսեփի մասին։ Կերավ, խմեցը կերոսը կախեցին, ծիտիկներն էլ եկան, մարմինը կերան, Հովսեփը նորից մոռացվեց։ Հովսեփը մոռացվեց իր զավակյալ ծերունի հոր կողմից, նա շարունակում էր իր կյանքը ցավը սրտում իհարկե, մոռացվեց իր եղբայրների կողմից, մոռացվեց տաղճապետի կողմից, մոռացվեց այդ որ բարերարություն էր արել նրա կողմից, բայց Հովսեփը չմոռացվեց Աստծո կողմից եւ երազ տեսավ փառավոնը։ Մեկը մենակ ասել, որ 7 խուրձ այդ ցորենի քուրձերը, ոնց են ասում, այդ հասկերի այդ կապոցները, չգիտեմ ոնց են ասում, հա, ու 7 հատ մի հարում հետ համեմատել, շատ նիհար ցորենի հասկեր, այդ պարարտ հասկերը, շատ չհպարտանան, ովքեր մի արջեն, շատ էլ չմախանան, խորարում այդ նիհար հասկերի արջեն, և կանչենա, բոլոր մոգերին չեն կավան մեկնաբանեն, բայց կանչեցի Հովսեփին, ինչու, որովհետև հիշեց, ես հիմա իմ մեղքը նոր եմ հիշում, ասում մատառակապետը, որ երբ որ բանտում էի, ընդեղ կար մի հատ եբրայեցի, և նա մեկնում էր, վերջապես, բերեք ինձ մոտ Հովսեփին, և տարան։ Գիտեք ինչ կատարվեց, երբ որ Հովսեփը գնաց սիրելիներ, ասեց, լսել եմ, որ լսածդ տեսիքն ու հայտնությունը մեկնում ես, ասեց, ինքը ասեց, ես չէ, Աստված է, որ պիտի պատասխանի փառավոնին, արդեն սափրել էին, նրան ջան սափրել էին, արդեն սիրու շորեր էին հագցրել, և տաղել էին կանգնեցրել էին փառավոնի առջև։ Եվ ինչ կատարվեց։ Եվ մեկնեց, ասեց 7 տարի առատություն կրնի, 7 տարի սով, ես կնենք, և այնքան էր խոնար, այդքանից հետո էլ ասեց, ես խորհուրդ եմ տալիս փառավոնին, վեհափառ փառավոն, որպեսզի դու համապատասխան մարդ գտնես, որ կարողանային հարուստ ժամանակվա եղածը տնօրինի, որ սովի ժամանակ չկործանվեք, չմեռնեք։ Եվ ասեց փառավոնը, դա արդեն Աստված էր կպես սրտին, բայց որտեղից գտնեմ ես քեզ ոման իմաստուն, քանի որ քեզ է հայտնել Աստված հենց քեզ հետև, ամբողջ երկրի տերն է, նայեք, ամբողջ երկրի տերն է, իր ձեռքն է, ողջ իշխանություն, միայն աթորով ասեց տարբերում, քեզ եմ հանձնում, և ընդամենը 37-րդ տարում
որովհետև երկու հատ 70 եղավ, մի հատ 70 եղավ եւ 17 տարեկան էր, 30 տարեկանում դուրս եկավ փարավոնի առջև, մի հատ 7 տարի ստով եղավ, առատություն եղավ, եղբայրները դեռ չեն եղել 37, դրանից հետո նոր Հակոբ ասեց գնացեք։ Եվ երբ որ եղբայրները եկան, չճանաչեցին Հովսեփին։ Եվ բոլորը երկրպագեցին եւ ասեցին մեր երկրում սով է, եկել ենք այստեղ ձեզ մոտ ցորեն առնենք։ Հովսեփը ճանաչեց եղբայրներին, բայց թարգմանիչի միջոցով էր խոսում եւ դիտավորյալ խստություն ցույց տվեց։ Ասեց, որ ոչ դուք սովի համար չեք եկել, դուք լրտեսներ եք եւ եկել եք երկրի տկարությունը դիտելու։ Ուստի կալանավորեք բոլորին։ Լավ։ Հասնում եք դրանց։ Քիչ էր արա, կամը կամեն շատ բաներ անենք միջև օգնել իրաց։ Հետո մտածեց, որ չէ ասեց, լավ չի, բերեք մեկին պահեն, ես կարծում եմ, որ ինքը պահեց իր մոտ Շմավոնին երևի ինքը հիշում է, որ ամենադաշանը ծախելուց իրա դա էր, իցնեց հատում, չի գերված, բայց թվում ավորդեց եղած կրի, դրան կալանավորեք, դուք ծորեն տարեք իմ հորը, բայց չասեցին որ, տարեք ձեր հորը, և իմացեք, եթե ձեր փոքր եղբորը հետ չգանք, երբեք երեսից չեք տեսնել։ Ես ապշած եմ այս պատմության մեջ, իհարկե նյութը Հովսեփն է, բայց նաև Հակոբի վրա։ Հակոբը մեծ մարգարե, պատրիարխ։ Հակոբը նույնիսկ մարգարացավ 12 զավակների ապագան։ Հակոբը, երբ որ Հովսեփը բերեց իր երկու երեխաներին եւ դրեց իր հոր առջև, որպեսզի հայրը օրհնի, հայրը աջ ձեռ դրեց կրծերի վրա, ծախը մեծի։ Հովսեփը չէր տեսնում աչքերը։ Հովսեփ ուզեցավ ուղի, ասեց ոչ, թույլ տուր, որովհետեւ ճիշտ է։ Ես գիտեմ, որ փոքրս այ, բայց ավելի մեծ ազգ պիտի լինի քան նա։ Ապագան ամբողջ տեսնում էր։ Բայց նրան գաղտնիք էր մնացել, որ Հովսեփը ողջ էր։ Սուրբ Հոգին չէր հատում։ 20 տարի տարապած մարդը ասում էր, ես գիտեմ իմ սպիտակ մազերս վշտով կիչնի գերեզման։ Բոլորի մասին մարգարան իմա, իր կյանքի վերաբերյալ, ինչու Աստված երբեմն կարող է փակել ապագան, ապշելու բանը։ Ինչու բոլորի ապագան գիտի բացի իր սեփականը, եւ այդ դետալը հատկապես, իր ապագան էլ գիտեր, ինչքան են օրհնվել, բայց այդ դետալը իրանից պահված էր։ Գիտեք, փառք Տիրոջը, որ Աստված շատ գաղտնիքներ մեզ չի բացում սիրելիներ, փառք Տիրոջ։ Օրինակ, եթե հանկարծ, ասենք, դու մեկին շատ ես սիրում, շատ ես վստահում, ու նա 5 տարի հետո պետք է շատ վատ բան անի քեզ, ու դա իմանաս։ Դու չես կարող այսօր ապիսելի ժպտաս, էլի սիրես, վայ ախպեր ջան, ես քեզ սիրում եմ, կասես, արա, ես գիտեմ սա ինձ ինչ անել 5 տարի հետո։ Սա շատ վտանգավոր մարդ է, որ իմ կյանքում հայտնվել է, ես սրանից զգուշել եմ հեռու մնամ, բայց Աստված չի ասում, թե քո գլուխն ինչ եւ լավ անում որ չասում, որ դու այսօր սերծ անես, շփտաս, գրկես, բարեգործություն անես, օրհնես, մխիթարես եւ գաղտնիեր պահել Հակոբից, թե ինչ արինելու։ Եվ երբ որ երկրորդ անգամ ստիպելով հոր ասեցին, սովից կմեռնենք, եթե չուղարկես, դուր իր ամենափոքրին էր, Բենյամինին էր գնանք, եւ երբ որ եկան, ասեց տարեք իմ տունը սրանց բոլորին, ասեցին վայ կորած ենք, մեզ կալանավորում է, երևի որ այս բաների մեջ փողը չենք հետ են վերադարձրել, դրա համար մեզ ուզում է պատժի, հետո իմացան, որ հաց հաուտելու իրանց հետ եւ ինչ հետաքրքիր էր, համարյա թե այս 50 տարիների ընթացքում ինչքան հասել եմ այդտեղին աչքերս խոնավացել են այդ հանդիպումից, երբ որ ինքը աշխատանքից եկավ եւ տեսավ բոլոր 11 եղբայրերը, որոնք երկրպագում են, խոնարհվել են փարավոնի առջև, երկրորդ փարավոն էր եւ ինքը հիշեց իր երազները, իր տեսիլքները եւ երբ որ շրջվեց ասեց սա է ձեր եղբայրը, գիտեր որ դա է, որ ասում եք որ մոտ է մնացել փոքրն է, ասեցին այո, ասեց Աստված
ողորմի քեզ տղաս, ուր չդիվացավ, փախավ դուրս ուլատ չլը գորը, լվացվեց, բրծավ, էլ եկավ, վերջի մնացածը սաղ արդեն կարող եք կարդալ, բայց վերջի պահին, երբ որ պետք է բացահայտեր իրան, դուք սավեք բոլորին։ Գիտեք, Հովսեփը նաև Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է։ Երբ որ նա ուզում է քեզ բացահայտվի բոլոր օտար երևույթները եւ օտարածին մարմինները քո սրտի եւ օտարածին մարդկանց պետքա դուրս վռնդի։ Դուրս արեք, բոլորին դուրս արեք։ Եթե իմ ու քո սրտի մեջ կուրքեր կան, դեռ ապրում են, նա դեռ չի։ Եվ ասա, եւ Հովսեփը բացվեց իր անթիքով։ Ես ձեր եղբայրը Հովսեփն եմ։ Երբ Հիսուսը ուզում է կանգնի ասի, ես ձեր եղբայրը Հիսուսն եմ։ Ես ձեր եղբայրն եմ։ Դրանից առաջ նա մաքրազարդում է մեր սրտերը։ Նա դուրս անում բոլոր եգիպտացիները, բոլոր օտարածին մարմինները եւ հայտնվեց Հովսեփը իր եղբայրներին եւ գրկախառնվեցին եւ շատ լաց եղան։ Այս բոլոր հատկանիշների մեջ Հովսեփի մենք տեսնում ենք նրա ուրեմն ասեցի հաղորդակցությունը, սրբությունը, հավատարմությունը եւ խոնարհությունը։ Թանկագին երիտասարդներ, կոչ եմ անում, որ դուք ժամանակակից Հովսեփները լինեք, ձեր կենդանի հաղորդակցությամբ, ձեր անվերապահ նվիրումով, ձեր հավատարմությամբ, ձեր սրբությամբ եւ ձեր խոնարհությամբ Հովսեփի ժամանակակից Հովսեփները լինեք։ Եվ դասավորեք ու հանձնեք ձեր կյանքը Աստծուն, որը կարող է տնօրինել ձեր կյանքը եւ այնքան գեղեցիկ օրհնության ծաղիկներով կզարդարի նա ձեր կյանքը, եթե դուք հավատարիմ լինեք նրան։ Այնքան կգեղեցկացնի ձեր կյանքը, նա կգնա ձեր առջևից։ Նեղություն թե տառապանք, բանտ թե պատիվ ու փառք, նշանակություն չուներ։ Փարավոնի գահին նստած Հովսեփի եւ բանտում տառապող Հովսեփի հոգեվոր վիճակի մեջ տարբերություն չի եղել, սիրելիներ։ Որտեղ է լինես, ինչպիսի պայմաններում է լինես, դու Աստծուն համար բռնած լինես եւ նրա հետ ապրես։ Կոչենք մեր աչքերին, փակենք մեր աչքերը եւ կապվենք այստեղ մեր սիրելի Փրկչին, որ ներկա է եւ նրա խոսքը որ կա այստեղ։ Եվ մենք խնդրում ենք երկնային Հայր քեզանից, որ քո ներկայությունը գա այստեղ։ Ես շատ եմ խնդրում քեզ, Տեր, թող քո հոգին ներգործի այս երիտասարդների վրա, նրանց կյանքի վրա ներգործի, նրանց սրտերի վրա, Տեր։ Տեր Աստված, խնդրում եմ օրհնես նրանց անձնականը, նրանց ապագան հոգ տանես յուրաքանչյուրի համար առանձին, բայց դուր, որ բոլորս անխտիր, սրբությամբ, խոնարհությամբ, հավատարմությամբ, անվերապահ նվիրումով եւ կենդանի հաղորդակցությամբ անցկացնենք մեր կյանքի բոլոր օրերը։ Շնորհակալ եմ քո արած անբավ բարիքների համար։ Շնորհակալ եմ, որ սիրում ես մեզ, Տեր, որ գտել ես մեզ, Տեր, բազմապատիկ արա, այն դժբախտ երիտասարդները, որ վերստին ծնունդ չունեն, այցելիր նրանց, Տեր, կպիր նրանց, փոխիր նրանց, փրկիր նրանց, Տեր, խոսիր եւ նրանցում գտել ես, դուր որ մենք ամբողջական նվիրումով քեզ նվիրվենք, ապրենք քեզ համար, շնչենք քեզ համար եւ քեզ փառք բերենք, որին դու այնքան արժանի ես, ու դու փառավորվես մեզնից ամեն մեկիս կյանքի ու սրտի մեջ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։